Զրուցում ենք փաստաբան Տաթև Սողոյանի հետ։ Տաթև, երեք ձեր մայրիկի մասնակցությամբ միջադեպ տեղի ունեցավ, որին հաջորդեց իհարկե հանրային լայն աջակցությունը ձեր մայրիկին ու դրան զուգահեռ նաև մեղադրանքները Փաշինյանի հասցեին, որ քննադատվում էր երկրի վարչապետի կողմից նման պահելաձևը եւ խոսույթը։ Այնուամենայնիվ դրանից հետո դուք նաև տեղեկացրեցիք, որ թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը ձեր մայրիկին հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել։ Կխնդրեմ ասեք առհասարակ ինչի հետ գործ ունենք եւ որն է մեր իրականությունը, այսինքն այլևս մեր իրականության մեջ մարդիկ իրավունք չունեն ասել իրենց սրտի մտքի ազատ խոսքը։ Այս ստեղծված իրականությունում, որտեղ մենք ապրում ենք, չկա այլևս այդ խոսքի ազատությունը, որի մասին այդքան խոսում են։ Այո, ազատ խոսքը իլյուզիոն բնույթ եւ բովանդակություն ունի Հայաստանում, որովհետեւ ինքը քաղաքական նպատակահարմարությամբ տարբեր կերպով ամենաբանվում։ Ինչ վերաբերում է մայրիկիս միջադեպից հետ կապված արձագանքներին, Փառք Աստծո, հաշվի առնելով այդ հանրային մեծ արձագանքը եւ պատրաստակամությունը, որ լայն հանրությունը հայտնեց արտարելու մայրիկից, դրա ներքո ի վերջո այս որոշումը չկայացվեց մայրիկից աշխատանքից ազատելու, բայց դա չի նշանակում, որ մայրիկս ապահովագրված է կամ ցանկացած այս երկրում ապահովագրված է հետագայում նմանատիպ հանգամանքներում իր ազատ խոսքի համար չակերտավոր ասած այսպես պատիժը ստանալու կլինի դա աշխատանքային իրավունքների սահմանափակում, թե այլ ոչ իրավաչափ միջամտություններ։ Եվ այս ճնշումների թեման շարունակելով նաև դիմակավորված անձանց այդ միջադեպի մասով կխնդրեի հարցնել։ Առհասարակ այս ամեն ինչը այս շոուն ինչի համար էր, որովհետև հետո իմացանք, որ դա հին տեսանյութ էր, որ ՀՄԷԿ-ի միջազգային հեռուստատեսությամբ էր հեռարձակվել, հետո նորից հրապարակեցին իշխանական ալիքները, որ Փաշինյանը խոսելու բան ունենար։ Այս նախընտրական շրջանում սա ինչի մասին է խոսում։ Ճիշտն ասած, ես երեգել այնքան խառն էի, նույնիսկ չգիտեի, թե ինչի մասին է խոսում, ու որ անկեղծ ասեմ, անընդհատ տեսնում եմ, բայց գոնե մի անգամ, այսինքն մեկնաբանություններ եմ տեսնում, բայց այդ տեսանյութը չեմ տեսել, ես չգիտեմ ինչի մասին է խոսքը գնում, ու եթե ենթադրում ենք անմիջապես այս մայրիկիս հետ կապված իրադրության հաջորդել սկսել ասել, նախապես պլանավորած այսպես սցենարներից մեկն է եղել, որ եթե հանկարծ լինի ինչ-որ ոչ հաճելի խոսք եւ այլն, ապա պետք է դաշտ նետվի իշխանությունների կողմից այդ խոսույթը ոչ տեսել եմ, բայց ենթադրում եմ ինչ-որ դիմակավորված անձինք են, ինչի են դիմակավորված այդ պարագայում, ինչ ապացույց, որ այդ տեսանյութը, ինչ հիմնավորում, հենց ստեղծված չի իշխանությունների կողմից, այսպես կարծեցյալ թշնամիներ սարքելու եւ դրանց դեմ պայքարելու համար։ Այդ կարծեցյալ դեպերը գոյություն չունեն, դեպերը իրանք են, որ մարդկանց ահաբեկելով, այդ տերորի ենթարկելով փորձում են քվեկորզել։ Եվ եւս մեկ հարցի հետ կապված այսօր էլ իմացանք, որ ոստիկանությունը խուզարկություններ է արդեն սկսել։ Ըստ էության այդ ճնշման դեպքերը չեն պակասելու, եթե հակառակը չլինի ու չավելանա։ Այ ինչպիսին դուք էլ ձեր մայրը առհասարակ բոլոր այդ անդիմադիր դաշտում բոլորը չեն հրաժարվում իրենց խոսքի ազատությունից եւ իրենց խոսքն են ասում։ Այս ճնշումները ինչի համար են ստեղծվում, ինչ են ուզում այդ ճնշումների ֆոնին ստանալ։ Ես չէի ասի, որ չեն ազդում։ Ցավոք սրտի իրենց ազդեցությունը շատ էլ լավ ունենում են եւ ինչքան այսպիսի միջադեպեր շատ լինեն, այդքան նաեւ հակառակ մոտեցումն է լինելու, որովհետեւ այլ գործիքական քան բռնություններով եւ ապօրինի միջավտություններով այս խոսքը ճնշելն է, ուղղակի այս իշխանությունը չունի, որովհետեւ նաեւ համապատասխան լեգիտիմություն չունի։
ուրիշ մեկնաբանություն չեմ կարող տալ, թե ինչի են անելու։ Բնականաբար փորձելու են, բնականաբար ապօրինյա, բնականաբար հիմնավորում չունի։ Մենք տեսել ենք, վերջնական նպատակը ենթադրում եմ, որ ընտրությունների ընթացքի հետ կապված ավելի մեծ իրավախախտման համար փող նախապատրաստելու համար են այս ամեն ինչը անում։ Տաթև եւ կխնդրեմ ամփոփելով հասարակության արձագանքը ինչպիսին պետք է լինի։ Դուք որպես փաստաբան էլի ներգրաված եք նմանատիպ տարբեր դեպքերով, ոչ օրինաչափ ապօրինի մեղադրանքներով, երբ մարդիկ անազատության մեջ են, այս դեպքերից հետո այնուամենայնիվ սովորական մարդկանց քաղաքացիների արձագանքը ինչպիսին պետք է լինի։ Քաղաքացիների արձագանքը պետք է լինի սառը եւ չմեկուսացող, այսինքն քաղաքացին պետք է հասկանա, որ այս իրադրությունում նվազագույնը, որ ինքը կարող է անել, անհաղորդ չմնալ քաղաքական process-ներին, որովհետեւ տվյալ իրավիճակում Նիկոլ Փաշինյանի նպատակը հենց այդ գորգորոցների, ճղճղոցների նպատակը այն է, որպեսզի լուր մեծամասնությունը զզվի եւ առհասարակ իրան մեկուսացնի քաղաքական process-ներից։ Բայց տեսնում ենք հենց նաև այս նույն մայրիկիս օրինակով մեկ այլ օրինակներով, երբ որ լինում է հանրային մեծ աջակցություն կոնկրետ թիրախում հայտնված մարդկանց, իրանց արդար պահանջի համար, իրանց ապրածի, կենսագրության համար այդ աջակցությունը, երբ որ տեսնում է իշխանությունը, հետ քայլը միշտ անում է, որովհետև նույն պատերազմական կանոններն են էլի մեծ հաշվով գործում։ Եթե հանրային ճնշումը այնպիսին լինի, որ իշխանությունը կոնկրետ անձին ճնշելու պարագայում ավելի մեծ վնաս ստանա, քան են օգուտներն նա, որ այդ ճնշման արդյունքում պիտի ստանա, իշխանությունը չի գնա այդ ճանապարհով։ Եվ պետք է հանրությունը գիտակցի այդ ուժը, որ միասնական աջակցություն եւ զորակցություն ցույց տալու պարագայում ինքը կարողանալու է զսպել իշխանությանը։ Շնորհակալ եմ մեկնաբանության համար։